Էլի ինքնատիրապետումդ կորցրեցիր։ Խորհուրդ կտամ զգույշ լինես բառերիդ հետ։ Ես քո խորհրդի կարիքը չունեմ, Արամ։ Փաստորեն հին սովորություններիդ անդավաճան ես։ Էլի օգտագործել ես։ Ինչի՞։ Անհանգստանում ես։ Երկնքից իջի, Արամ։ Մի վախեցի։ Ժամադրությունից չես ուշանա։ Չնայած ինքը թքած ունի։ Կարաս ուշանաս։ Հեռացի ստեղից։ Դու մտածում ես, որ այդ սեմը քո հենարանն է, հա? Քո սերն է, բայց իմացի, ինքը կծախի սաղին հանուն իր ամբիցիաների։ Ես չեմ պատրաստվում քո ապուշությունները լսեմ։ Ուզում եմ, որ դու իմանաս, որ ես սեմի մոտ չեմ գնում։ Ես իր հետ ոչ մի կապ չունեմ։ Հա։ Գիտես, իրերից տեղյակ ես, բայց հերթականությունից չէ։ Հա, երևի երեք ինձ էիր գրկել։ Ինքնամոռաց պարում էիր։ Չնայած վատ չէր լինի։ Արամ, ես հայրիկին ամեն ինչ ասելու եմ։ Ասա։ Ես էլ շատ բան ունեմ ասելու։ Կուզես իրար հետ գնանք ասենք։ Անտանելի ես, Արամ։ Չեմ շղթում։ Բայց դու հանդիպման չես գնալու դրա հետ։ Որովհետև այդ հանդիպումներից մեկից կարող է քեզ մեռած բերենք։ Եթե սենց շարունակես, մի լճկա։ Հերիքա զառանց ես, Արամ։ Լսի, դրան որ տեսնես հարցրու, ոնց է լինում, որ դա հենց գալիս է մեր մոտ ամեն ինչ գլխի վրա շուռա գալիս։ Դու գիտես, որ ես ճիշտ բան եմ ասում։ Իմ բերանից սխալ բան դուրս չի եկել այսքան ժամանակ։ Արամ, գիտես, հայրիկը սեմին վստահում է։ Ու եթե դու սխալ խոսք չասես, հայրիկը ոչ մի սխալ քայլ չի անի։ Ինչ մեծ կարծիք ունես հորդ մասին։ Բավական է, Արամ, գնա ստեղից։ Ինչի համար։ Որ շարունակես հավատալ դրա հեքիաթներին։ Ամենամեծ հեքիաթասացը դու ես։ Ոչինչ։ Սիրը ընդամենը կուրացրել է քեզ մի լճկա։ Իսկ սեմի պարագայում այդ սերը ընդամենը զենք է, որ պաշտպանվում է հորդ դեմ։ Իսկ ես իսկականից սիրում եմ քեզ։ Արամ, գնա ստեղից։ Ասա։ Մի բան իմացար։ Հա, գնում ենք։ Հասցեն ուղարկի։ Չէ։ Այսինքն չէ։ Գնում ենք։ Ինձ հետաքրքիր չի, ես պետքա տեղը լնեմ, հասցեն ուղարկի։ Բայց չեզոք։ Թեկուզ։ Լավ։ Բարև հարազատ։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ։ Ուզում եմ մի հատ խաղ խաղանք իրար հետ։ Կանոնները բացատրեմ, որ այդ հայացքով չնայես վրաս։ Ես քեզ պատմում եմ պատմություններ, իսկ դու ինձ ասում ես, ինչ կապ կա քո ու այդ պատմությունների միջև։ Եղավ, պատրաստ ես։ Հա։ Առաջինը իմ մոտիկ ընկերոջ մասին է։ Ինքը կարծում էր, որ ընկերությունը վահան է ու կարա իմ թիկունքում խաղեր տա իմ դեմ։ Ընդամենը մի փամփուշտ սրտում փարատեց իր երևակայությունը։ Բայց Զորաբ ջան։ Սպասի։ Հա երկրորդ իմ հաշվապահի մասին, որը կարծում էր, թե կարա ինձ գցի։ Ու գիտես ինչ եղավ։
Նրան գտակ գետից։ Պատկերացնում ես։ Զորապ ջան, ես շատ լավ հասկանում եմ այս ամենը։ Իսկ հիմա ինձ ասա, ինչ կապ կա իրանց ու քո միջև։ Ոչ մի։ Ոչ մի։ Ոչ մի տղեկ։ Ոչ մի։ Հա, բարձրում եմ, որ ես բարձ խաղի մեջ էլ չեմ կարող քեզ վստահել։ Գիտես ինչի համար եմ քեզ պատմում ես ամենը։ Երևի վստահում եք, Զորապ ջան։ Չէ։ Ահա գիտեմ, որ մեռածները չեն խոսում։ Ես կապ չունեմ, ես вообще ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Կապ չունես։ Հա, երդվում եմ։ Ուրեմն ես սխալվել եմ։ Տղեկ սխալվել եմ, տղեկ։ Ես դե ում հետ չի պատահում, տղեկ ջան։ Ում հետ չի պատահում։ Տղեկ, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Մի արեք, ես կապ չունեմ, տղեկ։ Մի բան խոսա։ Նորից կրկնեմ։ Ես չեմ եկել, որ քո ժամանցը ապահովեմ։ Ես քեզ էլի եմ ասում։ Դու ստեղ խաղալու ես մենակ են, ինչ որ ես եմ քեզ ասելու։ Ինչ-որ բան է եղել։ Դե հետ կտրի։ Շատ փոփոխական ես։ Նոր ասում էի, որ խոսամ։ Մի խոսա։ Հիշեք, որ ես ինձ ողջ ակեք։ Ստեղից չենք թողում դուրս գա, դուք սենց գնացեք, ես սենց հետևով կգամ, հա՞։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կա մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։
Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև Դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Law Firm Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ գերազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car, դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Eagle Electric Supply, ձեր վստահելի աղբյուրը որակյալ էլեկտրամատակարարման համար։ Հզորացրեք ձեր նախագծերը բարձրորակ էլեկտրամատակարարման մեր լայն տեսականիով։ Հաղորդալարերից մինչև լուսավորության ժամանակակից լուծումներ։ Մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած աշխատանք կատարելու համար, մեծ կամ փոքր։ Հուսալի արտադրանք, մատչելի գներ, փորձագիտական աջակցություն։ Eagle Electric Supply Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք ամեն ինչ՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, ննջասենյակի եւ խոհանոցային կահույք, ոճային, հարմար ու որակով։ Իսկ հիմա հատուկ առաջարկ։ Գնում եք հատուկ մատրաս, մահճակալը ստանում եք անվճար։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք այն ամենը, ինչ փնտրում եք։
Կարնի։ Հելեն։ Հելեն։ Ինչ ես արել, արա Հելենին։ Քո հետ եմ։ Բան չեմ արել, քունը տանում էր, մի ամպոլա բան եմ սրսկե։ Քնած է։ Գնել բաց թող Հելենին։ Հելենը գործիք չի քո խելագարության համար։ Ինքը չի կարասա։ Ինքը շատ բան։ Ինքը որ սաղ մնա, ամբողջ աշխարհը կտապալվի։ Բաց թող իրան, քանի դեռ հնարավորություն ունես պատիժդ մեղմացնելու։ Ես քեզ խոսք եմ տալիս, ամեն ինչ լավ ա լինելու, գնել։ Մի վերջնական սպանի մեջիդ մարդու։ Այդ մարդը վաղուց չկա։ Ու եթե ես հիմա հետ կայնեմ, այդ քաոսը կգա ու կկպլի ձեր հարազատներին։ Հարազատներին։ Գնել, եթե դու հիմա իրան սպանես, դու կկորցնես քո վերջին հնարավորություն ու ողջ մնալու։ Ես արդեն կործանվել եմ, բայց ես քեզ բան ունեմ ասելու։ Ինձից հետո թեկուզ ջրեղեղ։ Ինչ, ասա։ Խոսա դե։ Այսօր կիմանաս, թե դու ով ես իրական։ Հա, հուզի չա գնել, բայց հասկանում ես, այդ գաղտնիքները էլ քոնը չեն։ Ինչ էլ հիմա հորինես, քեզ չի փրկելու։ Ձենդ Կարեն։ Քեզ շատ քիչ ա մնացել, գնել։ Անգից Կարեն։ Ես կորցնելու բան չունեմ։ Հելեն, լսում ես։ Հելեն։ Ինչ արի գալա։ Հե՞։ Ինչ արի գալա։ Ես քեզ ասեմ, որ ես ո՞ր խփեմ։ Անգստացեք։ Չէ, ասեմ, օ, չէ։ Պետք Մեղադրանքը շատ լուրջ է։ Սպանության փորձ։ Բայց ողջ է, չէ՞։ Ու հետո դա մահափորձ չէր։ Դա պարզապես նախազգուշացում էր։ Մարդու վրա ատրճանակ պահելը արդեն իսկ հանցագործություն է, եթե չգիտեիր։ Դու ինձ ընդհանրապես չես խղճում։ Ես քո փաստաբանն եմ, ոչ թե ընկերդ։ Ու մեծ հաշվով իմ համար միևնույնն է, թե քո հետ ինչ կանեն, կամ քո հետ ինչ կլինի։ Բա ինչ են ձեռքերդ դողում։ Կներես, մոռացել էի, որ սիրեցյալիդ վրա զենք եմ քաշել։ Ուղղակի մի բան չեմ կարող հասկանալ։ Բա ինչ ես անում այստեղ իմ դիմաց նստած։ Ես այստեղ եմ քեզ դուրս բերելու համար։ Ու ուզում եմ տեղեկացնեմ, որ հայրիկի ցանկությամբ, ոչ թե իմ։ Առաջարկում եմ, որ ինձ որպես քո փաստաբանին ամեն ինչ անկեղծ պատմես։ Անկեղծ։ Լավ, լինենք անկեղծ։ Ես տեսա, թե դուք ոնց էիք պարում։ Տեսա, թե դու ոնց ես նայում նրան։ Արունը գլխիս խփեց։ Ու հասկացա, որ դու երբեք ինձ տենց չես նայի, ոնց իրան ես նայում։ Սա իմ կյանքն է ու ես եմ որոշում։ Իսկ իմ կյանքում մենակ դու ես։ Ես քո սեփականությունը չեմ արես, նորից եմ ասում։ Ու դու չես կարա իմ փոխարեն որոշես ես ոնց ապրեմ իմ կյանքը։ Դու միշտ ձգտել ես իշխանության, ոչ թե սիրո։ Դու չգիտես այդ ինչ զգացմունք է, որովհետև միշտ վախեցել ես վերահսկողությունդ կորցնել։ Դու չգիտես, Միլա, դու չգիտես, թե ինչա նշանակում լինել են դիրքում, երբ դու ուզում ես ամեն ինչ, բայց ոչինչ չունես։ Ես չեմ կարող հանգիստ նստեմ մտածելով, որ դու ուրիշին ես լինելու։ Ես չեմ կարող քեզ կորցնեմ։ Դու կորցրել ես ավելին, քան ինձ։ Դու կորցրել ես քո բոլոր մարդկային հատկանիշները։ Էգոյիդ անունը սեր դրած առաջ ես շարժվում։ Ես կպայքարեմ քեզ համար, Միլա։ Այ կտեսնես։ Ես էլ կպայքարեմ, Արես։ Ու խոստանում եմ, որ դու ստեղից դուրս չես գա։ Այ կտեսնես։ Ասեմ։ Ուր եք։ Էլենը հետս է հանգիստ տեղի, տանում եմ տուն։
Այ կնիկ, իրիկունը խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ Ուխ, դեզանգիր։ 707 771 77 71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։ Gigi's Fun Ranch, փոքրիկ աշխարհ մեծ ժպիտների համար։ Բացահայտեք կախարդական մի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, ծիծաղել եւ շփվել իրենց սիրելի կենդանիների հետ։ Մեզ մոտ ամեն միջոցառում վերածվում է հեքիաթի։ Մեզ մոտ կարող եք տոնել ծննդյան օրեր, մկրտություններ եւ մանկական ուրախ այլ միջոցառումներ։ Որպեսզի ձեր օրը լինի բացառիկ, խնդրում ենք նախապես ամրագրել միջոցառման օրը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուրը սիրով պատրաստվում է հենց ձեր փոքրիկի համար։ Armeco Food, հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց։ Armeco Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր, չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco Food, Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Դուք տուժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով։ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Վթար եղավ եւ ձեր մեքենան վնասվեց, գիտենք, դա նյարդայնացնող է, բայց մենք հենց դրա համար ենք այստեղ։ Pristine Auto Collision-ում չկան բարդ խոսքեր ու անհասկանալի պայմաններ։ Կապտվում եք մեզ հետ, մենք տեսնում ենք ինչ է պետք անել ու սկսում ենք գործը։ Ուղղում ենք քերծվածքները, հարթում դռները, նորից ներկում ու փայլեցնում։ Ապահովագրական հարցեր կան, հա, դրանում էլ կօգնենք։ Արդյունքը մաքուր աշխատանք առանց քաշքշուկի։ Pristine Auto Collision։ Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։ Եթե կարոտել ես Հայաստանի թարմ պտու բանջարեղենի համնոհոտը եւ իհարկե թարմ հացաբուլկեղենի, որը թխվում է տեղում, առանց բարանելու քայլերը տուղիր նոր Հոլիվուդ 12-11 Շերմանվեյ։ Շերմանվեյ եւ Coldwater փողոցների առևտրական կենտրոնում գտնվող Royal Fresh։ Ուր ամեն օր կգտնես թարմ մսամթերքի, երշիկեղենի եւ քեզ անհրաժեշտ բոլոր տեսակի ուտեստների լայն ընտրանի։ Royal Fresh, ամենամեծ եւ ամենաապահով ավտոկանգար բոլոր հաճախորդների համար։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն, ամենացածր գները Լոս Անջելեսում եւ ուշադրություն անվճար առաքում։ Mattress Star, ձեր լավագույն ընտրությունը։
Վերջին սերնդի լսողական ապարատներով հագեցած Enhanced Audiology կլինիկան առաջարկում է ոլորտի ամենավորակյալ ծառայությունները։ Պետք չէ ուշացնել լսողության վերականգնումը։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhanced Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Պարոն Ավակյան, դուրս գնա։ Նորմալ դուրը թակի։ Արի։ Պարոն Ավակյան էլ չի կարա սենց շարունակվի։ Եթե Կարենը իրան սենց շարունակեց պայել, ես իրա գլխից կխփեմ։ Ու դու սա համարում ես ոստիկանի վայել պահվածք։ Ամեն ինչ շատ լուրջ է։ Ինչ է եղել։ Կարենը հրաման չի կատարում։ Անում է այն ինչ ուզում է։ Սա միտումնավոր կանոնների խախտում է։ Այս անգամ ինչ է եղել։ Այս անգամ։ Ախր բոլոր անգամներն էլ կարևոր են, պարոն Ավակյան։ Դուք հիշում եք, որ ասեցի ձեր գրասենյակ մտնողներից մեկը Կարենն է եղել։ Ուզում ես ասել, Կարենն է թմրանութը դրել սեղանից։ Հա։ Ու գիտեք այսօր ինչ ա արել։ Ինչ ա արել։ Իրա պատճառով հիմա գնելը չկա։ Ոնց։ Հա։ Կարենը գնելին այն աստիճանի հասցրեց, որ գնելը ինքնատիրապետումից դուրս եկավ։ Ես էլ կրակեցի իրա վրա, որ Էլենին չվնասի։ Գնելը ինչ որ կարևոր բան էր ուզում ասեր։ Բայց Կարենը չթողեց, որ այդ ինֆորմացիան մեզ հասնի։ Այդ ինչ է նշանակում։ Ինֆորմացիան կոծկում է, ուրեմն Կարենը դավաճան է։ Ուզում ես ասես դավաճանը Կարենն է։ Միանշանակ։ Դու ուզում ես, որ Կարենին ազատեմ աշխատանքից։ Այո։ Կարենից որ ազատվենք, մեր խնդիրներն էլ կլուծվեն։ Վստահ եմ, պարոն Ավակյան։ Սրանք սովորական խնդիրներ չեն։ Որ սեն շարունակվեց, մենք կորցնենք մեր վերահսկողությունը։ Իսկ դու չես փոշմանի, երբ Կարենը հայտնվի բարիկադի մյուս կողմում։ Ես կփոշմանեմ, եթե դուք հիմա ինձ չլսեք։ Շատ տաքարյուն ես։ Շատ ես շտապում։ Սովորական մարդու նման ես մտածում, ոչ ոստիկանի։ Դա արդեն վատ է։ Եթե ուրիշ բան չունես ավելացնելու, ազատ ես։ Կարող ես գնալ։ Ես ինչ կար ասեցի, պարոն Ավակյան։ Մնացածը դուք գիտեք։ Դուրս գնալ։ Միկա, այս շենքը ուզում ես քանդես։ Հա, հենց այդ էլ ուզում եմ։ Հրաժարվեց։ Լավ էլի Ագապի, հավես չունեմ հիմա, մի խոսացրու։ Լավ։ Ես դրան համակարգից հանելու եմ, խոսքս կհիշես, եղավ։ Հանելու եմ ու վերջ։ Բայց դու ինչի ես տենց վստահ, որ ինքը այդ ամեն ինչի հետ կապ ունի։ Իմ հոտառությունը ինձ երբեք չի խաբում։ Եթե մարդը անկառավարելի է, կամ ապուշ է, կամ էլ դավաճան։ Իսկ դու երբևէ սխալվել ես, Միկա։ Լավ էլի Ագապի, եթե ուզում ես ասես, որ ես սխալ եմ վարվում, պետք է գնամ ներողություն խնդրեմ կամ նման մի բան, ուրեմն մենք խոսալու բան չունենք։ Լուրջ։ Հա, շատ։ Միկա, ես հիմա քեզ չեմ փորձելու հակառակը համոզել։ Եթե դու կարծում ես, որ ինքը այդ ամեն ինչի հետ կապ ունի ու ուզում ես ազատվել իրանից, հիանալի է։ Բայց դու պետք է հասկանաս, որ եթե Ալբերտը ոչ մի բան չի անում, ուրեմն ինքը դրա համար պատճառ ունի։ Ալբերտը երբեք անպատճառ քայլեր չի ձեռնարկում։ Ասենք թե դու ճիշտ ես։ Հանենք իրան աշխատանքից։ Բայց դա մեզ ինչ է տալու։ Ոչինչ չի տա։ Որովհետև եթե ինքը իրոք այդքան վտանգավոր է, ինչ որ մեկը իրան ծածկում է։ Իսկ եթե ինչ որ մեկը իրան ծածկում է, քո պայքարը իր հետ չի։ Դու կարծում ես, որ Կարծում եմ, որ շատ է շտապում։ Պատճառ կա, որ ինքը ստեղ աշխատում է մինչև հիմա։ Եթե մենք իրան հիմա հեռացնենք, ճշմարտությունը չենք կարողանա բացահայտենք։ Ինքը ավելի լավ է մնա ստեղ աշխատի, մենք իրան հետևենք ու տեսնենք, թե ով է իր պատվիրատուն։ Ես էլ կհասկանամ։ Դա ես ուրիշ բան։
Գնելը մահացել է։ Գիտեմ։ Ինձ կբացատրես, թե ինչի սաղ թարս գնաց։ Դու աչքդ նրանց վրա պիտի պահեիր, ճիշտ է։ Քեզ 1000 անգամ ասել էի, որ նա մեր միակ աղբյուրն է։ Հիմա ինչ։ Նորից կասես, որ վերահսկում ես։ Ես գնելի դայակը չեմ։ Դու չես հասկանում, թե մենք ինչ մարդ են կորցրել։ Եղած նեղած ապապա։ Թողելը գնելը մի կողմ, խոսքս նրա մասին չի։ Բանն է, որ դու նորից բաց թողեցիր պահը, որովհետև զբաղված էիր։ Ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Այն եմ անում, ինչ դու ամենաշատն ես սիրում, պապա։ Իշխանություն։ 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 Ինչի դու գիտես, թե դա ինչ է նշանակում։ Իսկ ով այս վերահսկում իրավիճակը, հա? Ով այս ամեն ինչը վերահսկում։ Ես, պապա, ես։ Դու գիտես ինչով ազբաղված հիմա Զորաբը։ Աչուձախ ընկած մանագալից բոլոր նրանց, ովքեր մի փոքր լումայով կապ են ունեցել այդ ապրանքի տեղափոխման հարցում։ Հա, ու բոլորին ուզում է վերացնի, սպանի, ոչնչացնի։ Իսկ ով այդ ամեն ինչը վերահսկում։ Ես, հաստատ ոչ գնելը, որ հիմա 10 մետր օղի տակ ապարկած։ Դե լավ, դատարկ ինքնավստահություն։ Չէ, պապա, չէ, շատ մեծ վտանգ, շատ մեծ։ Մի հատ ինձ նայի։ Մի հատ ինձ նայի։ Ես էլի սկսել ես դու։ Ինչ եմ սկսել։ Օգտագործել։ Ես ոչ մի բան էլ չեմ սկսել։ Դու ինձ ես խաբում։ Ես չեմ խաբում։ Ինձ ես խաբում։ Ես երկար տարիներ շատերի նստացրել եմ այդ զիվիլի վրա, որ կրուպնիով ապրանքս վաճառեմ։ Ու այդքան տարիներ նույնիսկ փորձած չկամ։ Հիմա ինչ։ Ազատ ես զգում քեզ, հա։ Լավ ես զգում, հա քեզ։ Հա, ուշ չունես մեջը, որ թարգես։ Թող մեկն էլ քո տղու հետ սենց վարվի։ Ինչ կլինի որ։ Դու էգոիստ մարդ ես, ես ասեր։ Դոլսի, դու իմ տղեն ես, լակոտ։ Ոնց երևում է հայրական ապտակի բաց թողում ունեմ։ Արդեն ուշա, շատ ուշա, պապա։ Իդիոտ։ Ես ամեն ինչ կվերահսկեմ, պապա, մի անհանգստացի։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Կուլուքսում արդեն գործում է Artas ռոբոտը, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաչալությանը։ Պատկերացրեք առավոտ զարթնեք, տեսնեք ձեր սեփական մազերը աճել են նորից։ Չէիք ուզի, բա հիմա կարող եք ուզել։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի, մաչելի գնով մեկ օրում։ Ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Զանգեք 818 418 1111 Որ հայավ բարի տանը դու մարդ հյուրասիր ես, ասենք որտեղից թարմը թերքներ կարաշ ճարես,
Միլ բան ջարեղեն ու լիքը տարբեր խմիչքը Կապահով են քո մենյուի մտքի թռիչքը Քեզ միշտ կողքնիմ են ու բոլան վերջ պարկինգը Առանց մունաթը հայ կնոջ դանդաղ շոփինգը Ընտանեկան մթնոլորտ է գները ցածր Սերվիսը թույն մարդիկ միշտ գոհ որակը բարձր Come on everybody Este supermarket դու արի Supermarket էստի Էստի համեցեք դուք միշտ Come on everybody Էստի supermarket դու արի Supermarket էստի Էստի համեցեք դուք միշտ Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Օմորֆիա, քո փայլը սկսվում է հենց այստեղ։ Անգամ ամենահասարակ օրը կարող է դառնալ հատուկ, երբ քեզ նայում ես հայելու մեջ ու ժպտում։ Մազերի փայլ, մաշկի նուրբ շող, նուրբ ձեռքեր, ամեն բան լիարժեք լինելու զգացողության համար։ Օմորֆիա սրահում գեղեցկությունը չի պարտադրվում, այն բացվում է քո բնականությամբ։ Մենք պարզապես ընդգծում ենք այն, ինչը արդեն կա քո մեջ։ Թող քո գեղեցկությունը խոսի առանց բառերի։ Օմորֆիա, քեզ նվիրված վայրկյաններ։ Les chansons Կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն, լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ անմոռանալի։ Les chansons, երբ տոնը դառնում է զգացողություն։ Կալուգա պրեմիում, ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ House of Pastry, որտեղ քաղցրը պարզապես համ չէ, զգացում է։ Մեզ մոտ խմորեղենը թխվում է սիրով, ստեղծվում համի հիշողությամբ։ Յուրաքանչյուր կտոր թարմ, նուրբ, բուրավե, ամեն շերտում քաղցրություն, հոգատարություն ու մի փոքր մանկություն։ Մենք պատրաստում ենք տորթեր, թխվածքներ, ռուլետներ ու քաղցր փոքրիկ պահեր ձեր եւ ձեր սիրելի ընտանիքի համար։ Ոչ միայն առիթների, այլ նաեւ հենց այնպես, օրը քաղցր դարձնելու համար։ Քաղցր օրերը սկսվում են հենց այստեղ։ Կարսի լավաշ, այնտեղ որտեղ օրը սկսվում է թոնրի բույրով։ Փնտրում ես թարմ բուրավետ ու անկրկնելի համեր, Կարսի լավաշում մենք ոչ միայն թխում ենք ավանդական լավաշ, այլ նաև քեզ ենք հրավիրում մի աշխարհ, որտեղ հացն ու քաղցրավենիքը ստեղծվում են սիրով ու վարպետությամբ։ Համեղ եւ թարմ լավաշների համար եւ ոչ միայն, համեցեք Կարսի լավաշ եւ մենք ձեզ սիրով կսպասարկենք։ Բույրը Կարսից, համը սրտից։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Hello, my name is Mira Sarkisian. I am the founder, creator, and director of our beautiful Little Me Learning Academy preschool. Ճանապարհորդիր շքելությամբ Lux Line Limousine-ի հետ։ Մեր Mercedes-Benz Sprinter-ը հագեցած է ժամանակակից լուսավորությամբ եւ բարձրակարգ ձայնային համակարգով։ Հիանալի տարբերակ է հարսանեկան միջոցառումների, գործնական ուղևորությունների, օդանավակայանի տեղափոխումների եւ միջքաղաքային ճամփորդությունների համար։ Տեղավորում է մինչեւ 8 ուղևոր, իդեալական փոքր խմբերի համար։ Քո հարմարավետ ընտրությունը յուրաքանչյուր ճամփորդության համար։ Lux Line Limousine worldofcandyland.com Եկեք նվիրենք մեր երեխաներին անմոռանալի պահեր World of Candyland-ում, որտեղ ձեր բոլոր երևակայական հնարքները կդառնան իրականություն։
դաշնամուրը խոսի քո փոխարեն։ Piano Masters։ Միլա։ Դու քշվել ես։ Հա։ Սեմ։ Ես չեմ կարա առանց քեզ։ Չեմ կարա ձևացնեմ, թե իբր ամեն ինչ լավ է։ Այդ ամեն ինչը հավասարազոր է ինքնասպանության։ Ես թքած ունեմ ամեն ինչի վրա։ Թքած ունեմ բոլոր խոչընդոտների վրա, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում բացի քեզնից։ Դու հասկանում ես ինչ ես ասում։ Հա, շատ լավ եմ հասկանում։ Սեմ, խնդրում եմ, մի արա այսպես։ Ես ուղղակի սիրում եմ։ Ուրիշ ոչ մի բան չեմ անում։ Իսկ դու չես վախենում։ Չէ, չեմ վախենում։ Ես այս կյանքում ոչ մի բանից չեմ վախենում։ Արի հանդիպենք։ Չէ, ես չեմ կարող։ Կարող ես։ Վտանգավոր է, Սեմ, են էլ հիմա։ Գիտեմ ու ինձ չի հետաքրքրում այդ։ Սեմ, ես Միլա, ես քեզ սպասում եմ։ Այս հարցին պետքա վերջնականապես որոշում տանք։ Ես քո տան մոտակայքում եմ։ Դուրս արի։ Սպասեմ, Միլա։ Սպասի։ Հա, ոնց ես։ Իսկ թվում էր քեզ էլ երբեք չեմ գրկելու։ Վերջ, ամեն ինչ վերջացած է։ Խոսք տուր, որ այդպես չես խեղճանալու։ Լավ է որ գտակ, որ այդ սրիկան բանտում կփտի։ Մեռած է։ Հա։ Դու ես սպանել։ Իսկ ոնց եղավ։ Դու բոլորից առավել ես իմ համար։ Դե ուրեմն ասա։ Ինչ։ Ինչի էր իմ հանդեպ սառը այս վերջին օրերին։ Իսկ դու ինչի էիր անտարբեր։ Ես։ Հա։ Քեզ ու Ագապին էի տեսել։ Ուսերդ էր մերսում, շատ ջերմ էիք իրար հետ։ Ինչ։ Ճիշտ։ Ես իմ աչքերով եմ տեսել։ Բե իմ զգացմունքները փոխադարձ են։ Դու ու նա։ Բայց ոչ դեպի Ագապին։ Ու գիժես գիտես, դիտավորյալ ես գցել այդ նյութը։ Հա։ Բայց չգիտեի, որ սենց կվերջանա։ Ոչինչ։ Հիմա կարևորը որ դու լավ ես։ Այս տաղիքները իմ համար են։ Չէ, Ագապին է։ Քոնն է։ Հաշվապահին կասես, որ ես հաշվարկները վերանայի։
Զոհրաբ, ես ինչու։ Մեզ մենակ թողուլատ։